Ալը ոտերից են կախելու ձեզ, ձեզ գլխից չեն կախելու այդ հրապարակում։ Ժողովուրդը խափում եք, որ չհասկանան։ 3 միլիարդից 100 միլիոն բյուջե ենք ունեցել 18 թվականին, 7.5 միլիարդ ենք, հա, այսօր բյուջեն, բայց ոչ մի բան չի փոխվել։ Այդ Ղարաբաղն էլ չկա։ Սպիսად մի արեք էլ Ղարաբաղ։ Հիմա այդ 4 միլիարդ 400 միլիոնը, որ ավելացել է, մարդկանց կյանքի վրա բան չի փոխվել։ Ճիշտ հակառակը։ Ճանապարհ են սարքում, դպրոց, մանկապարտեզ։ Բայց քիչ առաջ բացատրեցի, եթե ծնելիությունը Հայաստանի Հանրապետությունում սովետի ժամանակ եղել է 57000, Արցախում եղել է 2600։ Հիմի ծնելիությունը Հայաստանի Հանրապետության ըստ մեր երկրի ստատիստիկա տվել է 33600 մարդ, հա, երեխա է ծնվել ծնելիությունը։ Հիմի այդ 33600-ը արցախցիներն էլ հանենք մեջից, կդառնա 31000։ Դուք հասկանում եք, որ 18 թվականին 36900 մարդ ա եղել, այսօր դառել ենք 33000 քանի, բայց արդեն Ղարաբաղում է, այսինքն ընդհանուր առմամբ 31000 ենք, հա, Հայաստանի Հանրապետությունը։ Բա կատաստրոֆա չի, ինչ է, այդ դպրոցը, այդ մանկապարտեզը ում համար է սարքում այդ ճանապարհները։ Ինչի համար է անում։ Դուք գիտեք, ուրախանում եք, ասում եք, բանակը սարքել են տարուկեց, ինչ կապ ունի, տարուկեց մեզ տանում այդ անպատրաստի 18 տարեկան երեխան առաջիկից զոհվում է, թե 2 տարում է զոհվում։ Ինչ տարբերություն կա։ Իհարկե ոչ մի բան չի կարա փոխվի, բացատրեցինք, բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ։ Ուրիշ ձև չունենք։ Մի խաբեք ժողովրդին։ Մի ընտրությունների վրա տենց խափուցիկ քայլեր արեք, որ փորձեք ինչ-որ հարց լուծեք։ Մենք ձեզ ասում ենք, պետություն եք ուզում դառնաք։ Լավ, եթե հասարակությունը երեխան չի ծնվում, երեխան պետքա $250 ամեն մի երեխա, որ ծնվում է, գումար ստանա մինչև 6 տարեկանը։ Կուլիչից ելնի 6 տարեկան, հա, ծնելիությունը հասցնել 60000-ի։ Ծախսել $1 միլիարդ, այսինքն բյուջեի 10%-ը ծախսել այդ երեխաների դեմոգրաֆիան վերականգնելու եւ երեխաների։ Այդ դեպքում այդ դպրոցները լիք կլինի, կկրթվեն, կզարգանանք։ Հակառակ դեպքում իմաստը չեմ հասկանում։ Դա ձեր հիմնական, այսպես ասենք, թիրախներից է լինելու։ Չէ, բոլորն, ինչի դա է, օրինակ, ծնելիության բարձրացման հարցը, այո, հիմնականներից մեկն է, բայց պրոֆեսիոնալ բանակը, թոշակների 494000 մարդու, այսօր դու նվաստացնում ես, խոսում ես դեմոկրատիայից, մարդ հաց փողը չի կարող ճարել, դու ինչից ես խոսում։